Ես մի հատ կարճ նորություն եմ ուզում ձեզ ցույց տամ Վարդան Ղուկասյանի մասին, որը անցնում է բոլոր սահմանները։ Ձեզ հարգելի ժողովուրդ, այսօր մայիսի 11-ն է, դեռ Միացյալ Նահանգներում տեղական ժամանակով ժամը 20:30 րոպե։ Ուզում եմ կատարել շատ կարևոր հայտարարություն կապված մայիսի 15-ի հետ։ Փաստորեն մենք պետք է շուտ դիմում գրեինք հանգաժան դատարանին, որ մայիսի 15-ին մենք պատրաստում ենք իրականացնել ակցիա, պիտի ավելի շուտ օր վերցնեինք եւ չլսեինք, սպասեինք ամիսներ։ Եվ հետ դիմումը մուտքանելուց հետո այսօր մուտքանեցինք, որ տեղը ֆայլով դատարանին, որ մեր հետևորդները ամսի 15-ին պիտի գան, դատարանը պատասխան ուղղեց մի աննախադեպ վճիռ, մի ցցող որոշում, որը որ Ամերիկայի պատմության մեջ երևի չկա։ Ուղղակի ամերիկյան ֆեդերալ դատարանը մեզ մերժեց։ Ասում է, որ ոչ, կարող Ղուկասյան, դուք չեք կարող ոչ մի տեղ գնալ։ Այսինքն, ասում է, որպեսզի պարզ լինի մեր ժողովրդի համար, ասում է, չկա այդպիսի նախադեպային որոշում ամերիկյան դատական պատմության մեջ, որ որևիցե մեկը դատի տա միգրացիոն դատարանին, պահանջելով ինքնատար ասել միգրացիոն դատարանի վճիռը եւ գնալ բանը մեկ այլ երկիր, որը որ նշել է միգրացիոն դատարանը Հայաստանից։ Հիմա փաստորեն ժողովուրդ, որ ասում է, Եղավեն ինչ ես փաստաբաններին ասում եմ, մեզ ոչ մի տեղ չեն թողա գնալ, մեզ կպահեն դերտատակված, մինչև Հայաստանի մտրությունները ավարտվի։ Որտեղ ես ասել չէ, չամադաններով եկել են, մտել են, համապատասխան տեղ վճարել են, դուրս են եկել, սա աննախադեպ կոռուպցիոն ցնցող ապացույց է Ամերիկայի պատմության մեջ, ևս մեկ ցնցող ապացույց։ Ոսի ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք պատրաստվում են գալ, պետք չի ոչ մի տեղ գալ, պետք չի ոչ մի տեղ գնալ, ընդամենը խնդրած կլինեն բոլորի հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս, որովհետև ձեր ձեռքերում է գտնվելու նաև Վարդան Ղուկասյանի հնարավորինս արագ դուրս գալը։ Իսկ կպահեն այստեղ, մինչև ընտրությունները Հայաստանում ավարտվի, հետո տենան ոնց ալը միջանան, հետո կասեն գնում ես կամ մնում ես ցեղ կամ ես ուրիշ տեղ։ Որովհետև Վարդան Ղուկասյանը հաստատող չի, ուղղակի Վարդան Ղուկասյանը մի անձ է, որը կարա փոխի տարածաշրջանի քաղաքական վեկտորը, որից որ վախում է Միացյալ Նահանգներն, Սուսաննա Ղազարյանը։ 1977 թվականի ապրիլի 25-ին, որ Գեորգ Մասի ծննդատանը ծննդաբերեց Վարդան Ղուկասյանին, պատկերացնում ես, որ Վարդան Ղուկասյանը դառնալը մեխի գրեղ, այնպիսի մի կերպար, որ կես տերություն եկա երկիր։ Վախեն է Վարդան Ղուկասյանը, դա չէ, մնացեք, նիկա, որտեղ որ դու գնացիր, ընդ Նիկոլա լելո մորմր։ Միրզոսկովլավ։ Սա արդեն զավեշտի դաշտից է։ Աստորեն, ուրեմն միգրացիոն դատարանը որոշում է կայացել, որ պետք է արտաքսի։ Չի արտաքսում։ Որ իրականացած որոշումը չի իրականացնում։ Վարդան Ղուկասյանը դատի է տալի, դատարանի որ իր որոշումը իրականացնի, ասում անտես նախադեպ չկա, որ մեկը դատի տա դատարանին իր որոշումը կայացնելու համար։ Դե իհարկե դες նախադեպ չի կարա լինի, որովհետև դատարանի որոշումը հենց կայացնելու համար է, ոչ թե որ չկայացնի, հետո մի հատ դատի տաս ասես արա քո որոշումը ինչի՞ չես կայացնում։ Այդպես բան եղել է մենակ Հայաստանում, ասեմ ձեզ։ Հայաստանի դատարանը որոշում կայացրեց, որ ամուր ծառը չի կարա շահագործվի։ Հայաստանի կառավարությունը ասեց քո որոշումը ինձ հետաքրքիր չի, վերցը ու որոշել է որ շահագործի։ Որոշել է թաղի Հայաստանը, այսինքն տեսեք, ուրեմն Հայաստան ու Ամերիկա դատարանները եկան կանգնեցին նույն բանի վրա, որտեղ դատարանի որոշումը չի կատարվում, դատարանը որոշումը կայացել է արտաքսի ուղարկեն երկրից, տոմսը ձեռները սպասում են երբ են իրենց արտաքսելու։ Ասեմ, տոմսը ձեռները, Վարդան Ղուկասյանի թիմը սպասում է, օրեկան դատա են փոխում, հետաձգում են, որ տենան լավ երբ է թռնել ես մարդը երկրից։ Համ որոշումը կայացել է, համ չի կատարում, սենց բան գոյություն չունի։ Ես դեռ ամիսներ շարունակ, ես չեմ հիշում նույնիսկ ինչքան վաղուց եմ ասել, այս գործը, որ նայում եմ ընթացքին, այս գործը քննական գործ չի, այս գործը լուծվող գործ չի, սա պատվերով իրականացվող հանցագործություն է, ինչքան էլ որ սա ուզում է մարդիկ հավատային, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում պես բան հնարավոր է, թե չէ, հնարավոր է փաստորեն, ու դրա ծիլերը դեռ առաջին օրերից է երևում, ու ես միանգամից ասել եմ, ու նաև այն process-ը, որ սկսեց հենց առաջին օրից կատարվել Վարդան Ղուկասյանի դատի շուրջը,
հա, թե ովքեր մնացին իր շուրջը, թե ոնց որոշվեց դատապաշտպանների ով լինելը, ոնց լինելը, թե ինչ հարցակում եղավ, ընդ որում նաև ին վրա, հա, ես հասկացա, որ միանգամից Հայաստանից ձեռը դրած այս գործի վրա ամենակեղտոտ ձևերով, որ հանկարծ ոչ մեկ չհայտնվեց հարցլուծողների շրջանակներում, որ կարող է օգտակար լինի այս գործի շուտ հանգուցալուծմանը։ Իմ համար դա ինձ առաջին օրվանից պարզ էր, որովհետև այնց մարդիկ էին նաև խառնված աջակից, հա, մարդիկ փողերով կանգնած էին ցանկացած ամենաթանկ դատապաշտպաններին բերել Վախթանգ Ղուկասյանին հանելու համար, բայց դրանց բոլորին հայհոյելով, մեկուսացնելով, վատաբանելով վանեցին։ Այդ մարդիկ ինձ հետ էին կապնվում, ինչ անել։ Բայց քանի որ այդ շարքի տակ նաև ես ընկա, հա, նա տեքստ գրեցին, տվեցին Մոզերը, Վախթանգ Ղուկասյանի, ինքը կարդաց, WhatsApp-ով, էլի ոչ թե եթերում, ես կարդացի, ներողություն խնդրեցի Վախթանգ Ղուկասյանին աջակցելու համար ու փակեցի թեման։ Այդպես ինձ էլ նեյտրալիզացեցին, որտեղ ես չէի ուզենա այդ, ասենք, sense քֆուրախառը տեքստը հանգարց տային Մոզերը ու նա կաներ, ու դա ալվելու էր, որ ինքը մտել YouTube-ով դա կարդալ, ասեցի, հասկացա, վերջ։ Մեր խոսքով այս օպերացիան Վախթանգ Ղուկասյանին մեկուսացնելու սկսվել է հենց ձերբակալման օրից ոչ միայն դատարանի մակարդակի վրա, այլ նաև բոլորս նրանց ձեռքով, ովքեր շրջապատել են Վախթանգ Ղուկասյանին այդ օրերին։ Ես ասում եմ, այն ինչ որ ես տեսել եմ, այն ինչ որ ես հասկացել եմ, այն ինչ որ զգացել եմ։ Հետո իհարկե մարդիկ զանգեցին, ասին, այն ինչ որ դու ես կանխատեսում, ասում, այտենց էլ եղավ, դա ճիշտ էր։ Եվ միակ տարբերակը այս թափի տակ չընկնել, հա, հայոյանքներ չուտել ինտերնետով, փաստորեն կողքի կանգնելն էր, որի արդյունքում տուժվեց գործը։ Այո, Վախթանգ Ղուկասյանի Մոզերքով փաստորեն հանդեցին են անմիջը, այն ինչ որ հնարավոր էր։ Շատ արագ լուծվեց։ Բայց դա խեղճին է, մենակին տրվեց այդ պրովոկացիաներին եւ արդյունքում ունենք այն ինչ որ ունենք, աննախադեպ իրավիճակ։ Սա Վախթանգ Ղուկասյանի մասով դուք մնացածը կարող եք լսել, ես հիմա անցնեմ հայաստանյան նորություններին։